Փառք Տիրոջը ժողովուրդ ջան։ Իր մեծ ողորմության համար, սիրո համար, որ Աստված իր խոսքը ուղարկել է մեզ սիրելիներ բժշկելու, օրհնելու, որպեսզի մեր կյանքի հետագա ընթացքը մենք կարողանանք հավատքով ավարտել սիրով մեր Տեր Հիսուս Քրիստոսին դիմավորելու համար, որ մենք մեր նպատակներից չշեղվենք, մեր առջև դրված ճանապարհը սիրով խոնարհությամբ կատարենք սիրելիներ եւ հավիտենական կյանքի հույսով լցված սկզբից մինչև վերջ սիրելիներ գնանք առաջ։ Տերը թող փառավորվի։ Աստծո նպատակը մեր հաղթությունն է, որ մենք հաղթական կյանքով ապրենք, որ ոչ մի բանից չվախենանք։ Սուրբ Գիրքը ինքն ասում է, ոչ մի բանից մի վախեցեք։ Ոչ մի բանից։ Եթե մենք ապավինել ենք Տիրոջը, վստահել ենք Տիրոջը սիրելիներ, մենք ոչ մի բանից պիտի չվախենանք։ Ոչ փորձություն, ոչ դժվարություն, Պողոս առաքյալը ոչ մի բանից էլ չենք անհանգստանում ասում էր, այլ մեր առջև դրված ճանապարհը քայլում ենք սիրով։ Սիրելիներ, ամենակարևոր նպատակը դա մեր հավիտենական կյանքն է, որ Աստված մեզ տվել է։ Ու այսօր ես կուզեմ, որ մենք բոլորս այդ Տիրոջ ձայնի ուշադիր լինենք մեր կյանքի համար, որ Տիրոջ ձայնը միշտ մենք լսենք։ Երբ որ մենք լսենք Տիրոջ ձայնը, սիրելիներ, մեզ պետք չի, որ մենակ ասեն աջ գնա կամ ցախ գնա։ Ինքը մեզ կուղղի մեր ճանապարհները։ Երեմիա մարգարեության մեջ գրված է, որ նոր բան եմ անելու։ Իմ հոգին ուղարկելու եմ ձեր մեջ։ Եվ գիտեք ինչ ասեմ։ Ասում ընկերոջը չի ասի, որ գնաս, աջ կամ ձախ, այլ դուք բոլորդ սովորած կլինեք Սուրբ Հոգուց։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը ինքը նույնը ասեց, որ ես գնում եմ եւ կուղարկեմ ձեզ Սուրբ Հոգին, նա կվերցնի ինձանից ու կտա ձեզ։ Սիրելիներ, այսօր այդ շատ կարևոր է Տիրոջ ձայնը հավատացյալի համար, որտեղ Տիրոջ ձայնը մեզ կյանք է տալիս, Տիրոջ ձայնը մեզ բժշկում է։ Մեր կյանքի մեջ ինչ ուզում ես արա, հիշի եւ հոգեվոր կյանքի մեջ, եւ մանունավոր կյանքի մեջ։ Ինչ գործ ուզում ես բռնի, ինչ ուզում ես արա, վերջի խոսքը Աստծունն է։ Միչև Աստված չհրամայի, ոչ մի բան էլ չի կատարվի։ Պողոսն ասում էր, չասես կգնամ, կշահեմ, էս կանեմ, են կանեմ, այդ իսախ սուտ հեքիաթներ է։ Ասա եթե Տերը կամենա ողջ մնանք։ Մենք չգիտենք, սիրելիներ, գիշերն անցավ, այս 8 միլիարդ մարդուց 250 միլիոն մարդ ամեն օր մահանում է, 270,000, կներեք, միլիոն չէ, 250,000 մահանում է, 270,000 ծնվում է։ Հիմի այս գիշերը անցավ 250,000 մարդ Աստծո առաջ կանգնեց։ Այդ 250,000 մարդիկ տարբեր նպատակներ ունեին, մեկն ասում էր գնամ Ռուսաստան, մեկն ասում էր գնամ այս գործն անեմ, մեկն ասում էր այս անեմ, մյուսն անեմ, են անեմ, բայց ինչ եղավ սեն, իրանց կյանքը կիսատ մնաց իրանց նպատակներից։ Ուրեմն, սիրելիներ, ինչ որ անենք, հիշի, առաջ Տիրոջ ձայնը ու նրա կամքը պիտի լինի մեր կյանքի մեջ։ Մեկ է, սիրելիներ, Աստծուց է ամեն ինչ, եւ բժշկությունը, օրերի երկայնությունը, հարստությունը, մի վազի, ոչ մի բանի հետևից։ Ինչի հետևից վազում ես, նա քեզանից արագ է վազում։ Հիշի, նա քեզանից արագ է վազում։ Մնա տեղդ Աստծուն փառք տուր, ինքը կգա, եթե ճիշտ գնահատես։ Եթե քո կյանքի մեջ առաջինը լինի Աստված։ Նա գիտի քո կյանքը, քո ծախսը, նա գիտի քո կյանքի նպատակները, ամեն ինչ ինքը քեզանից տեղյակ է։ Մենք մեկ-մեկ ստեղ նստած մտածում ենք, ասում ենք Աստված ճանաչում է տենաս ինձ։ Դու պատահական չես ստեղ նստած։ Քեզ Տերն է բերել իր էշի վրա դրել, բերել բոլորիս այս տուն։
Գիտեք, մենք ոչ մեկս լավ օրի չենք եկել այստեղ, մեկը հիվանդ, մերժված, խնդիրներով, աշխարհից, հասկանում եք, դժվարություն, բայց Տերը բերել է, բժշկել է մեզ, ասել է հոգ տարեք սրանց համար, մյուս վերադարձից ինչ կանեմ, կվճարեմ։ Այս Տիրոջ տունն է, որ մեզ ամենքից բերել է Աստված, սիրելիներ, մենք ոչ մեր կամքով, ոչ մեր հասկացողությունով, ոչ էլ մեր իմաստությունով ենք հայտնվել ստեղ։ Մենք այստեղ հայտնվել ենք Աստծու կամքով։ Մենք չենք կարող գնալ Տիրոջ մոտ, եթե ինքը մեզ չքաշի սիրելիներ դեպի իրան։ Ուրեմն, այսօր պետք է մենք հոգևոր կյանքի մեջ թակենք Տիրոջ դռները, որ նրա ձայնը խոսի մեզ հետ։ Դու մի ուշադրություն դարձրու մարդկանց ձայներին, շատ ձայներ կան այսօր աշխարհի վրա։ Հասկանում եք, վատ ձայներ, վատ ինֆորմացիաներ, բժիշկների ձայներ, որոնք ասում են, որ քո վիճակը լավ չի։ Ինչ ասես կարան ասեն մարդիկ քեզ, բայց ինչ ասում քեզ Տիրոջ ձայնը։ Տիրոջ ձայնը քեզ ասում է՝ մի վախեցիր, ես քեզ հետ եմ, փառավորվի մեր Տերը։ Մենք հավատացյալ ենք սիրելիներ եւ պետք է հավատանք Աստծուն։ Մենք չպետք է հավատանք մարդկանց, մենք պետք է հավատանք Աստծուն, վստահենք Աստծուն։ Մենք մեր կյանքը վստահել ենք Աստծուն։ Ես իմ կյանքը ամեն մեկին չեմ վստահում։ Ինչ իմանամ տանեն, ինչ անեն մեզ։ Բայց ես իմ կյանքը վստահել եմ մի Աստծու, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ գիտեմ, որ ինքը հավատարիմ, սկզբից մինչև վերջը մեզ պիտի հասցնի դեպի հանգիստ, դեպի հավիտենական կյանք, Փառք Հիսուսին։ Եվ ոչ մի բանից պիտի չվախենանք, սիրելիներ, միայն մի բան։ Մենք մեր անձերի մեջ իմաստուն մի եղիր եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Ճանաչիր Տիրոջը քո ճանապարհներում եւ նա կուղղե քո ճանապարհները։ Ճանաչիր Տիրոջը քո ճանապարհներում եւ գիտես ժամանակից շուտ առանց մտածել, շուտ ապույտ տես բաներ մի արա։ Դու այտենց գնում ես դեպի դժվարությունների ես հանդիպում։ Քո անձի մեջ իմաստուն մի եղիր ասма։ Ճանաչիր ինձ։ Իմ օրենքը սիրի, իմ պատվիրանները սիրի, խոնարհվի, դու քեզ քո անհավատ բարեկամի, հարևանի, ընկերոջ, մյուսների հետ մի համեմատի, դու քո Աստծո համար սուրբ ժողովուրդ ես, դու ոչ մի մթնոլորտի մեջ մի փոխվի, դու մնա անենց ոնց որ կաս, հավատացյալ, ամեն տեղ։ Գիտեք, շատ կարևոր է սիրելիներ, որ մենք մեր նպատակից չշեղվենք, շատ կարևոր է, որ մեր առջև դրված ճանապարհից շեղվենք։ Գիտեք ինչ է գրված, ասում է ճանապարհից շեղվողի համար գավազան կա նրա մեջքին պատրաստած։ Գիտեք, այն ոչխարների հոտը, որ գնում է, ու մի հատ ոչխար դուրս է գալի, որ առանձին մեն, այդտեղ մեզ դե գնում է այն կողմ։ Ինչ անում բան հովը։ Խփում է մտի, մեջ մտի։ Հասկանում եք, այս հոտից հեռու մի գնա։ Գայլը կուտի քեզ։ Հիմա նենց աշխարհում ենք ապրում, սիրելիներ, որ պիտի անենք, որ գայլերը կուշտ մնան, ոչխարները կենթանի։ Ինչ անենք, որ գայլերը ոչխարներին չուտեն։ Հասկանում եք ոնց է։ Դրա համար պետք է Տիրոջ ձայնը։ Տիրոջ ձայնը, նա ասում է եղնիկներին ծնել է տալիս։ Տիրոջ ձայնը բժշկում ու խաղաղություն է տալիս։ Տիրոջ ձայնը, փնտրի Տիրոջ ձայնը, թող նա խոսի քեզ հետ։ Երկինքը պիտի խոսի քեզ հետ, դու պիտի ասես Տեր իմ, ու նա քեզ պիտի ասի ահա ես։ Սա է երկկողմ հարաբերությունները Աստծո հետ, որ մենք բոլորս պետքա սիրելիներ սպասենք Տիրոջը։ Սպասենք ու մեր հասկացողությանը չվստահենք։ Երբ որ մենք չվստահենք մեզ, Տերը մեզ կպաշտպանի, դու մի աշխատի քեզ պաշտպանես, հիշի ասածս, դու քեզ մի պաշտպանի ոչ մի բանի մեջ, քեզ կվիրավորեն, քեզ քո ընտանիքը չի հասկանա, քո հարևանը, քո բարեկամը, քո եղբայրը, քո քույրը, մի պաշտպանվիր, հիշի,
թող Տերը քեզ պաշտպանի։ Նրա պաշտպանածը անթերի է, նա չի սխալվում։ Մենք սխալվում ենք, բայց ինքը չի սխալվում։ Տերը թող փառավորվի։ Տեսեք, 3-րդ Առակացի մեջ առաջի խոսքում ասում է, որդիակ ես։ Իմ օրենքը մի մոռանա եւ թող քո պահե քո սիրտը իմ պատվիրան։ Իմ օրենքը մի մոռ, ի՞նչ է օրենքը։ Սիրելիներ, օրենքը տեսեք, sense բան է։ Օրենքը երկրի համար է, որպեսզի դու հանցանքների մեջ չընկնես։ Հիմա մի հատ հասարակ բան, եթե ես գնամ օրենքը խախտեմ, գողություն անեմ, հասկանում եք, ու ոստիկանությունը ինչ չբռնի։ Ես գնամ զղջամ, ապաշխարեմ, Տիրոջ առաջ ասեմ, խնդրում եմ, էլ չեմ անի, Տեր ջան, ողորմի էլի խնդրում եմ, Տերը կների, որ տենա որ ես զղջում եմ, ճիշտ է, ու կասի լավ, գնա քո տուն։ Բայց որ ինձ բռնի ոստիկանությունը, դատավորին ասեմ, քաղաքացի դատավոր, խնդրում եմ, էլի, զղջում եմ, էլ չեմ անի, թող գնամ մեր տուն, քեզ կթողի գնաս դու տուն, չի թողի բանդ, հասկանում եք ոնց է, բանդ կտանի քեզ։ Այս սա պետք է մենք հասկանանք, որ սենը, ինչի ասում, իմ օրենքը սիրի, պահի, որ չդատապարտվես երկրի վրա, այսպես դու շնորհք կստանաս Աստծո եւ մարդկանց առաջ։ Աստծո եւ մարդկանց, ոչ երկրավոր օրենքի դեմ հանցավոր կլինես, ոչ էլ երկնքի առաջ հանցավոր կլինես։ Այս սա կարևոր է սիրելիներ։ Այ մեր եղբայրը խոսեց անառակ որդու մասին, չէ՞, անառակ որդին, որ ասա, ունեցած ես դու ես գնում եմ։ Հայրը չհարցրեց, հիշու եք, չասեց, այ բալախի, ինչ ա պատահել, էս ինչ եղա, չնախատեցել, ասում տվեց իրան, ասավ շուտ գնա, խի, օրենքում, նայեք, ժողովուրդ, սենց բան կա գրված, ասում եթե մի մարդ, մի որդի ունենա, նրա որդին անհնազանդ լինի, չարախոս լինի ու հայոյող, թող նրա հայրը տանի քահանայի մոտ, քահանան, ինչ անի, հրաման տա, որ քարկոցեն սպանեն։ Հələ տեսեք, հայրը, նա գիտեր, որ իրա որդուն պիտի սպանեն։ Շուտ տվեց, ասավ փախից տյան, ու փախավ որդին, որովհետև տենց էր, հասկան, ու որ մեկ էլ որդին հետ եկավ, մեկ էլ որդին, ուշադրություն եք դարձել, ասում վազեց դեպի որդու, ինչի, որտեղ նույն օրենքում գրված է, որ դատաստանից փախածներին, երբ որ բռնեք, սպանեք։ Հասկանում եք ոնց է շուտ, դա գիտեր, որ իրանից առաջ, իրանց գյուղում մեկը իրա երեխուն բռնես, թե առաջինը պիտի սպանի, որտեղ գիտեին, որ դատաստանից փախած է։ Վազեց շուտ արա, հագցրեք սրան, իրա կոշիկները, մատանին, պատմուճանը, եզն էլ մորտ, թող տենան, որ ես նրան ներել եմ։ Աստված մեզ հետ տենց է վարվում։ Երբ որ օրենքը մեզ դատապարտում է, Աստված մեզ ազատություն է շնորհում։ Ազատություն է շնորհում։ Աստծո նպատակը նա չի, որ դու կորչես։ Նա գիտի, որ սա մեղավոր ենք։ Եթե այստեղ մի մարդ կա, որ մեղք չի գործում, թող ձեռք բարձրացնի։ Հասկանում եք, չկա այդպես մարդ, բոլորն էլ օրենք խախտում են։ Բայց Աստված տարբեր ճանապարհներով ինչ անում, փրկում է, փախցնում է մեզ օրենքից, որպեսզի մենք չմնենք, դատապարտվենք։ Բերում Հիսուսը դրա համար է եկել։ Ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք, այլ ավելին ունենաք։ Գողը եկել է, որ ձեզանից գողանի ու տանի, բայց ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք։ Առաջի բանը խաղաղություն։ Մարդուն պետք է խաղաղություն։ Առաջի բանը Հիսուսը հայտնվեց, ինչ ասեց։ Խաղաղություն ձեզ։ Նա գիտի, որ եթե մենք խաղաղ չենք, մենք տառապում ենք, մենք վախենում ենք, չկա Աստծո ներկայություն, չկա ոչ բան, ես չեմ էլ կարողանում քնել, հանգիստ, տանջանքների, տառապանքների, չար մտքերի, ինչու, որովհետև Աստծո ձայնը չկա իմ կյանքի մեջ, չի խոսում, նա պիտի խոսա, որ ես խաղաղվեմ ու հանգստանամ, փնտրեցեք Տիրոջը, աղոթք արեք, նրանք ովքեր գիրք չեն կարդում,
Արդեն էլ չեն կարդում, թողել են այնտեղ, ընկել են հեռախոսների հետևից։ Նրանք ովքեր Աստծո հետ ժամանակ չեն անցկացնում, on-line են ապրում։ Հասկանում եք, նրանք պարտված հավատացյալներ են, հիշեք։ Պարտված հավատացյալներ, ովեր չեն աղոթում ու գիրք չեն կարդում։ Ու նրանք ոչ մի բանի չեն հասնի, որովհետև միակ ճանապարհը դա է Աստծո հետ հաղորդակցության։ Տերը թող մեզ օրհնի, ժողովուրդ ջան, սովորացնի մեզ մեր գնալու ճանապարհները, որպեսզի մենք այդ ձայնը լսենք ու իմանանք, թե Աստված ինչ նպատակներ ունի։ Իսկ եթե ուզում ես հանգիստ, խաղաղ, աստվածապաշտ կյանք, գիտես, ես տանը բարձ ունեմ մի հատ, մեծ բարձ ասենց, գլուխս դնում եմ վրին, ես կորչում եմ։ Բայց երբ որ ես Աստծո ներկայություն չունեմ, ես հանգիստ չեմ, բարձը հանում եմ, դնում գետնին, քնում, հետո հանում եմ, դնում գլխիս, հարմար չէ, անհանգիստ եմ։ Դուք հիշում եք Հակոբին, որ փախավ քերուտում, ասում է ճանապարհին գիտեք ինչ արավ, մի հատ քար դրեց գլխի տակի, քնեց, ասում է երկինքը բացվեց իր համար, քար, քեզ քարես դրեց գլխի տակին քնե։ Բայց մարդը քարը դրեց գլխի տակին, երկինքի երազներ տեսավ, բաները, հրեշտակները գնում էին, գալիս էին, բանը նրան չի, թե դու ինչիր ունես, այն ինչ որ Աստված երկնային է տալիս է, դու ոչ մի բան չես կարա ձեռք բերես, ուժով, լավ բաներ ստեղծելով, հիմա ինչքան ուզում է լավ կառավատ ունենաս, եթե անքնության ես տառապում, Քունչին ապել կարավ, ավելի լավ Հակոբի պես չոլում քնեմ, գլխիստակի դնեմ քնեմ, հասկանում եք ոնց է, այս սա է կարևորը, Տիրոջ ձայնը, փնտրեցեք Տիրոջ ձայնը, նրա ձայնը խաղաղություն պիտի տա, եթե նրա ձայնը իմ կյանքի մեջ չկա, ես ամեն ինչից է կվախենամ, ոչ մի նպատակ, հոգնած, հիասթափված սիրելիներ, ու տենց կապրեմ։ Ես ուզում եմ կարդամ շարունակենք ու մենք աղոթք պիտի անենք, սիրելիներ, որդիակս, իմ օրենքը մի մոռանա, 3-րդ առակած։ Թող պահե քո սիրտը իմ պատվիրաները, որովհետև նրանք երկայն օրեր եւ կենթանության տարիներ եւ խաղաղությունը կկշտացնի քեզ։ Տեսնում եք, սիրելիներ, Տիրոջ ձայնը խաղաղությունով կշտացնում է սիրտդ։ Չկա խաղաղություն, չկա ոչ մի բան։ Եթե դու խաղաղ չես Աստծո հետ խաղաղություն չի։ Դու ոչ մեկի հետ խաղաղ չես։ Ոչ մեկի ասածն էլ քեզ դուր չի գալի։ Բայց եթե դու խաղաղություն ունես Աստծո հետ, բոլորի հետ խաղաղություն ունես։ Անկախ ինձանից շատ են գալի, ասում, անկախ ինձանից ջղայնանում եմ, անկախ ինձանից sense բաներ անում, անկախ ինձանից տանը կռիվ եմ անում, դա նրանից է, որ դու անկախ քեզանից Աստծո հետ չես շփվում։ Որ Աստծո հետ շփվես, դες բաներ չի, որ դու աղոթ կանես, աղոթքի կյանք ունենաս, գիրք կարդաս, փնտրես Տիրոջ ձայնը գա հասնի քեզ։ Դու կռիվ չես անի քո տանը։ Շարունակություն, շնորհքը, ճշմարտությունը քեզ չի ձգի։ Նրանց պնդացրու քո պարանոցի վրա, նրանց գրիր քո սրտի տախտակների վրա։ Պատկերացնում ես, ինչքան բան կա անելու, սիրելիներ։ Այսպես դու շնորհք եւ հաճություն կստանաս Աստծո եւ մարդկանց առաջ։ Աստծո եւ մարդկանց առաջ շնորհք կստանաս։ Մարդիկ զորով գործ չկա, հասկանում եք, չես կարա զորով հենց անես ստիպես, որ քեզ հարգեն։ Դա բացառվում է։ Դու պիտի ապրես մի կյանք, որ քեզ հարգեն, եթե Տիրոջը խոսքը քո սրտի տախտակների վրա գրված չի, եթե նրա պատվիրանները քո սրտի մեջ չեն, առաջի տեղը չի ասում, դու շնորհք ու ճշմարտություն չես ստանա։ Մարդկանց վիրավորելով պետք է մանգաս։ Վիրավորելով պետք է ման։ Եթե ծորենի հատը չգնի ու մեռնի, ինքը մենակ կմնա։ Եթե ես իմ խասյաթից չմեռնեմ, ժողովուրդ, լավ լսեք։ Եթե ես իմ խասյաթից չմեռնեմ, ես մենակ կմնամ։ Ով կգա ինձ հետ շփվի իմ խասյաթի հետ։ Բայց ասում եմ, եթե մեռնի, շատ պտուղ կունենա, քույրիկ եւ եղբայրներ կսկսեն ինձ հետ շփվել։ Եթե մեռնենք, բայց եթե չմեռնենք, մենակ կմնանք։
Թող Աստված օրհնի շարունակություն։ Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը, քո հասկացողությանը մի վստահիր, քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան, նա կուղղե քո ճանապարհները, դու քո աչքի առաջին իմաստուն մի եղիր, վախիր Տերից, հեռացիր չարից, սա առողջություն կլինի քո մարմնին եւ պարարտություն քո ոսկորներին։ Հələ նայեք ժողովուրդ, ուրա տանում ես ամեն ինչը մեզ։ Դեպի ուր բժշկություն, առողջություն քո մարմնին։ Պատվիրիր Տիրոջը քո ստացվածքից բոլոր բերքերի երախայիններից, այն ժամանակ կլցվեն քո շտեմարանները առատությունով, քո հնձանները պիտի զեղանան, որ թեակես մի անարգիր Տիրոջ խրատը, նրա հանդիմանությունից մի ձանձրանա, որովհետև Տերը, որին սիրում է, նրան հանդիմանում է, ինչպես մի հայր, որ իր որդին սիրում։ Եթե ուզում ես Տիրոջ ձայնը լսել, Տերը պիտի քեզ հանդիմանի էլ, որ լսես, այդ ձայնն էլ լսես հանդիման։ Եվ որ դու անարգում ես, փախչում ես, բողոքում ես, Աստված ջան, ես ինչա, Աստված ջան, էլ ինչա։ Մարդիկ կան, անընդհատ տրտնջում են, բողոքում են, տանից, կնոջից, երեխուց, ընտանիքից, եւ վերջապես Աստծուց խիասա, ասես ամեն ինչը ինձ հետ կատարվում, սիրելիներ։ Այդ դրա համար Սուրբ Գիրքն ասում է, որ սա դժվարություն կբերի։ Նրա ձեռքին օրերի երկայնություն կա, նրա սաղ ձեռքին հարստություն ու փառք։ Օրերի երկայնությունը բժշկի ձեռին չի, ես ձեզ ասեմ իմանաք։ Օրերի երկայնությունը ում ձեռին է։ Գրածո։ Նրա ձեռքին օրերի, եթե Տերը ուզենա, ես շատ ապրեմ, ես շատ կապրեմ, եթե Տերը որոշել է, որ ինձ վեր ունի, ինչ ուզում ես արա, աշխարհի ամենաուժեղ բժիշկների, ում ուզում ես բեր, Պողոս առաքյալին էլ հարություն առնած բերես, չի կարա ինձ բրգի։ Եթե Տերը որոշել է, սիրելիներ, ուրեմն չենք բողոքում, չենք լացում, մեր կյանքի չենք տրտնջում, այն ինչ որ Աստված ուղարկում է, սիրով խաղաղությամբ ընդունում ենք, Աստծուն փառավորում ենք ու նպատակից չենք շեղվում, սիրելիներ, չենք շեղվում։ Կանգնենք աղոթքի, խնդրենք մեր Տիրոջ օրհնությունը